Նոր տարվա առիթով Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին։ Հարևան երկրի ղեկավարը մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչն է ուշագրավ այստեղ։ Որոշակի դինամիկա է նկատվում Իլհամ Ալիևի հրետորաբանությունում։ Եթե անցած տարվա մարտին նա Հայաստանը անվանում էր ֆաշիստական պետություն, իսկ հայերին անվանում էր անիցիալ թշնամիներ, ապա այս անգամ ողջ հարցազրույցի ընթացքում ոչ մի անգամ չի հնչել թշնամի բառը եւ նաեւ չգտա անգամ արևմտյան Ադրբեջան բառակապակցությունը։ Այսինքն ձգտում էր լինել կոռեկտ, բայց այնուամենայնիվ նրա խոսքերում ակնհայտ հակասություններ եմ նկատում, որոնցից մի քանիսի վրա կարծում եմ արժի ուշադրությունը սևեռել։ Մասնավորապես խոսում է խաղաղության մասին, հայտարարում է, որ անցած տարի ի վերջո խաղաղություն հաստատվեց եւ այսուհետ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները ապրելու են խաղաղության պայմաններում։ Դե եթե խաղաղություն ասելով նկատի ունի պատերազմի բացակայությունը, ապա 2023-ից կարելի է խոսել խաղաղության մասին, հա։ Եթե խոսում է խաղաղության մասին նկատի ունենալով հայտնի փաստաթղթի նախաստորագրումը, ապա դա դեռ խաղաղություն չի։ Խաղաղությունը կլինի փաստաթղթի ստորագրումով, ինչից առայժմ նա խուսափում է, բայց ինչն է հետաքրքիր։ Նա գրեթե բաց տեքստով ասում է, որ Զանգեզուրի միջանցքի իրականացմանը Ադրբեջանը հասնելու է, մեջբերում եմ նրա խոսքերը, ցանկացած գնով։ Այսինքն նկատի ունի նաև հավանաբար ռազմական ճանապարհը եւ չի էլ թաքցնում, որ այդ ամենի մասին խոսում է հայերին սպառնալու նպատակով, մեջբերեմ նրա խոսքերը։ Երբեմն ահա այդպիսի հրետորաբանության մեջ անհրաժեշտություն կա, քանի որ այն խթանում է հակառակ կողմին։ Այսինքն խոստովանում է, որ խոսում է ցանկացած գնով Զանգեզուրի միջանցք բացելու իր պատրաստակամության մասին, դրանով սպառնալով հայ բանակցողներին։ Շարունակությունը ասել է, որ եթե հայկական կողմը հանկարծ որոշի հրաժարվել պայմանավորվածությունից եւ խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, դա հայերի համար ինքնասպանություն կլինի։ Ինչ է սա, եթե ոչ սպառնալիք, հա, եւ ինչ գրոշի արժեք ունեն խաղաղության մասին խոսքերը, եթե նա շարունակում է այսպես բաց տեքստով սպառնալ հայերին։ Հաջորդը խոսում է խաղաղության մասին եւ նաեւ չի թաքցնում, որ շարունակելու է սպառազինությունների մրցավազքը։ Հայտարարել է, որ անցած տարի Ադրբեջանում արտադրվել է 1.5 միլիարդ մանաթի զենք եւ մի քանի միլիարդ մանաթի զենք էլ ձեռք են բերել։ Ինչի համար է այս ամենը, եթե ինչպես ասում է Իլհամ Ալիևը, այսուհետ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները խաղաղության պայմաններում են ապրելու։ Հաջորդը նա ասում է, որ Զանգեզուրի միջանցքը բխում է նաև հայերի շահերից, քանի որ այն հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ փակուղու կարգավիճակից, կապ հաստատել Ադրբեջանի տարածքով Իրանի եւ Ռուսաստանի հետ, եւ որ այս տարբերակը երաշխավորում է, որ պարտվողներ չեն լինելու, բայց միաժամանակ նշում է, որ ցանկացած գնով Ադրբեջանը պետք է հասնի Կարս Նախիջևան երկաթգծի կառուցմանը։ Հարց է առաջանում, ինչի համար, եթե կա Կարս Գյումրի ճանապարհ, այսինքն միլիարդավոր դոլարներ պատրաստ են հայթել այդ ճանապարհը կառուցելու համար, ինչի համար, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ մեկուսացման մեջ։ Այսինքն խոստանում է Հայաստանին, որ այլևս փակուղի չի լինի, մյուս կողմից խոստանում է, որ այսուհետ եւս Հայաստանը մեկուսացած է լինելու։ Շարունակեմ, հայտարարում էր միշտ, որ Ադրբեջանը ղեկավարում էր միմիայն միջազգային իրավունքի նորմերով, որոնք Ադրբեջանի կողմն էին Արցախյան հարցում, բայց այս անգամ խոստովանում է, որ միջազգային որևէ օրենք այսուհետ չի գործում եւ գործում են միայն իրողությունները հողի վրա, այսինքն ուժի իրավունքը, որից եւ օգտվել է Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Եվ խոստովանում է, որ այսուհետ եւս Ադրբեջանը ուժեղանալու է նոր հաղթանակների համար։ Եվ այս ֆոնին կրկին ինչ գրոշի արժեք ունեն խաղաղության մասին իր հայտարարությունները։ Արտյոմ, այս ամենում ինչն էր նորությունը։ Դե որոշ նոր օրինակ թվեր են հնչել, որոնք կարող են օգտակար լինել։ Հայտարարել է, որ այդ Զանգեզուրի միջանցք կոչված, ինչպես ինքն է ասում, նախագիծը ավտոճանապարհի մասով 95%-ով Ադրբեջանը ավարտել է, երկաթգծի մասով իր տարածքում 70%-ով ավարտել է եւ դժգոհություն է հայտնում կրկին, որ Հայաստանը իր տարածքում այդ նախագիծը դեռ չի իրականացնում, բայց միաժամանակ կոչ է անում ներդրողներին ներդրումներ անել Նախիջևանի տարածքում
տարածքում երկաթգիծը վերագործարկելու, վերանորոգելու համար, խոստովանելով, որ Նախիջևանի տարածքում երկաթգիծը շատ վատ վիճակում է։ Եթե այդպես է, ինչի պետք է Հայաստանը շտապի իր տարածքում երկաթգիծ կառուցել, եթե խոստովանում է Ադրբեջանի նախագահ, որ Նախիջևանում ճանապարհը վատ վիճակի մեջ է։ Հատուկ ուշադրություն էր դարձրել Իլհամ Ալիևը այս հարցազրույցում Թրամփին կոմպլիմենտներ անելու եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ զարգացնելու թեմային։ Շատ երկար է խոսել 907 հայտնի ուղումը վերացնելու անհրաժեշտության մասին, հայտարարելով, որ եթե այդ ուղումը կիրառելու ֆորմալ պատճառը ժամանակին եղել է շրջափակումը, ապա դրա համար այլևս անհրաժեշտություն չկա, քանի որ Ադրբեջանը Հայաստանին բենզին է վաճառում, իր տարածքով հնարավորություն է տալիս Հայաստանին Ղազախստանից եւ Ռուսաստանից ցորեն ստանալ, բայց կրկին մանիպուլյացիա է, քանի որ Միացյալ Նահանգների պահանջն է եղել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը, մի բան, ինչից Իլհամ Ալիևը շարունակում է խուսափել։ Եվ եւս մի հանգամանքի վրա կարծեմ արժի ուշադրություն դարձնել, Ալիևը հայտարարել է, որ գալիք այս սկսված տարվա ընթացքում կարևորագույն նպատակներից մեկն է լինելու Ադրբեջանում տարածաշրջանային դատա ցենտր ստեղծել։ Այսինքն խոստանում է, որ Ադրբեջանը դառնալու է ողջ տարածաշրջանի արհեստական բանականության հաբ եւ դրա համար ահռելի ռեսուրսներ են հատկացվելու պետական բյուջեից։ Ես պետք է հիշեցնեմ, որ արդեն կես տարի է, որ Հայաստանն է փորձում իր տարածքում նույնը անել, ինչի համար կես միլիարդ դոլար է ներգրավել։ Այսինքն, եթե Հայաստանը չունենալով ռեսուրսներ, կոմունիկացիաներ, դիտարկում է արհեստական բանականությունը որպես այսպես մրցունակ լինելու գրեթե միակ հնարավորություն, ապա Ադրբեջանը փորձում է անել հենց նույն այդ բանը, որպեսզի հավանաբար զրկի Հայաստանին այդ մրցունակ լինելու հնարավորությունից։ Շնորհակալություն, Արտյոմ։